այս ձայնագրությունը կատարում ենք Նուբարաշանի գաղութում հավատացյալ ընտանիքից մի երիտասարդ Վարդան եղբոր հետ մեր զրույցը կձայնագրենք եւ մի քանի խոսքներ կասի մեր Նիկոլայ եղբայրը այս երկուսը հավաքում են Աստծո խոսքը կարդում են ունեն Աստծո խոսքը Աստվածաշունչ նոր պետականան եւ Սաղմոսած գիրք Մոնտե Կարլո են լսում իրանց ժամերին միշտ եւ աղոթքի մեջ են միաբանության նաեւ պատրաստում են ուրիշներին ուրեմն ավելի լավ է այդ բանի մասին հոգեոր նրանց աշխատությունների մասին իրանց հարցնենք Վարդան եղբայր ինչ կարծիք ձեր հոգեոր աշխատությունների համար ինչ գործ եք կատարում նախ առաջ անգամ այս խոսքն դիլինելով ինձ ելի եղբայրներ Հիսուս Քրիստոսից օրհնություն եք խնդրում Աստծուց թող Աստված ձեր գործ հաջողի որ մեր նմանները շատանան ու Տիրոջը մեծ պտուղ բերենք ոնց որ ես եմ հասկացել որ Տերը ուզում է որ մենք անենք Գրիգոր եղբայր ոնց եք խորհրդի ես մոռացել իմ հարցը այսինքն ինչ գործ եք կատարում ստեղ ոնց եք Աստված պաշտությամբ ապրում հիմա մենք Աստծո խոսքն ենք կարդում Հիմնականում միաբանություն ենք ուզում ունենանք, որ շատ դժվարանա ենք դրանում, որ վեճեր բան ենք ունում, բայց մենք միշտ ներում ենք իրար։ Մի վիճական ենք, սիրով։ Հա, մենք միշտ հասկանում ու ներում ենք, մենք ճիշտ է միացին ենք, բայց մեր միաբանությունը մեզ դուր չի գալիս, որտեղ զգում ենք, որ Տիրոջ միաբանության ուզած ձևով չի մեր միաբանությունը, դրա համար միշտ խնդրում ենք հիմա փառքացի քեզ ուղարկես Աստված մեզ այս օրվա համար մեր Փառք Տիրոջ։ Փառք Տիրոջ։ Իսկ հիշում ես իմ հարցը, ինչի համար պիտի աղոթեք եւ ծոմ պահեք։ Հա, մենք ընդունում ենք քո ասածը ու շատ Տիրոջ հաճելի կլինի, որ այդպես մի հատ գործ ոնց որ Հովսեփ եղբայրն է ուզում անի ամբողջ աշխարհում մենք էլ մասնակից ենք, որ անկեղծ մասնակից ենք։ Դուք լսում եք Մոնտե Կարլոից Հովսեփ ամեն օր 70 առավոտը եւ 70 իրիգունը միշտ լսում ենք Հովսեփ եղբորը։ Ուրեմն դուք ցանկանում եք ավետարանիչներ լինել այս գաղութում։ Մենք ուզում ենք ոչ թե մենակ գաղութում, այլ ամբողջ աշխարհում մեկ ավետարանիչներ լինենք, որ Աստված մեզ ուր ուղարկի, ուր ուզենա ուղարկի, մենք Վարդան եղբայր, ներկայացեք։ Անուն ազգանուն։ Հա, Վարդան Այվազյան, Արազատ Ավոսյանը, որ հավատացել է եղել ինձ սովետական կարգերի ժամանակ ճիշտ է։ Իմերս այդքան եկեղեցի հետ չփնչում եմ, թե երևի այն ժամանակ չի եղել եկեղեցի, բայց շատ ուժեղ հավատ ունեցել Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Ուրեմն այդ ուղղությամբ ուզում եք դուք աղոթեք եւ իհարկե ես չէի առաջարկի հուծված եք այնպես էլ ծոմ պահել շատ երկար բայց աղոթքով պատերազմակից կլնեք որ մեծ ավետարանչության գործին մասնակցեք անպայման Տերը օրհնի ձեզ ստեղ նաեւ կա Նիկողոս եղբայրը որ Նիկոլայ որ միասին են հավաքում ուրեմն դուք ներկայացեք անուն ազգանունը իմ ազգանունը Խաչատրյանը դնում ես էլի խաչի հետ կապված է այո Խաչատրյան Նիկոլայ հորս անունը Հենրիկ դուք այս Վարդան եղբոր ցանկությունների հետ համաձայն այո մենք միշտ ուզում ենք միաբանության մեջ լինել միասին Աստծուն ծառայել Հիսուս Քրիստոսի կամքը կատարել այստեղ Փառք Տիրոջ Ուրեմն դուք ցանկանում եք սկսած այս գաղութից ավետարանիչ դառնալ Այո իմ սրտի ուզեցածը դա է որ Հիսուս Քրիստոսի ավետարանիչ Դուք շատերը կան ձեզ համախոհները ովքեր որ ուզում են մգրտվեն Այո ստեղ եղել են եկել են այս գաղութում նստած կալանավորներից որ ասել են մենք ուզում ենք մկրտվել ապաշխարել եկել մեզ ասել են այստեղ Ուրեմն այլևս դուք վեճերը թողեք եւ միասին հավաքվեք եւ պատրաստեք մգրտվելու համար մարդկանց նրանց քարոզելով ձեր մոտ եղած Աստծո խոսքը եւ երկարանը որ ունեք դուք այդ երկարանը Ստոկհոլմում տպած Այո Ուրեմն մենք կաշխատենք ձեզ հոգեոր այդ երկերը ձայնագրված մեղեդիները տալ որ դուք լսեք եւ սովորեք երգել եւ ուրիշներին էլ սովորացրեք իհարկե Տերը կամենա հոգեոր անգյուն կունենաք պետին ես խնդրել եմ
Գենադի Սարգսյանին եւ նա շուտ էր համաձայնվել, որտեղ կհավաքվեք եւ ունենաք ժողովատեր եկեղեցի։ Այնպես որ դուք որպես ավետարանիչներ Հովանես եղբայրը Արգենտինայից մեծ փափագ ունի, ես այս կասետը նրան լսել կտամ, որ այդ ուղղությամբ աշխատանք կատարենք։ Այնպես որ Նիկողոս եղբայր, հիմի միասին աղոթքով Աստծուց օրհնություն խնդրելով այդ գործի համար այստեղից կբաժանվենք։ Առաջ դուք աղոթեք բարձրաձայն։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, քո թագավորությունը գա, քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մենք խնդրում ենք քեզ, աղաչում ենք քեզ, օրհնիր մեզ, Տեր Հայր, օրհնիր մեր եղբորը, որ ցանկանում է այսպեսի գործ կատարել Հայաստանում, այդ գործը օրհնիր, որ ամեն ինչ քո կամքով լինի, տուր իրեն ուժ հոգևոր, ամեն որ այստեղ ավետարանչական գործը Հայաստանում կատարվի, որ անհավատացյալները գան Քրիստոսին հավատան։ Տեր Հայր, փառք քեզ, հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու ամեն։ Հայր մեր, որ երկնքում ես, շնորհակալություն այն ամենի համար, որ անում ես մեր համար ու պատրաստել ես մեր ժառանգությունը։ Խնդրում եմ հանուն քո ծրագրի, հանուն քո նպատակի առաջնորդիր Հոսեփ եղբորը քո օրհնությունով ու քո զորությունով թող այդ ավետարաչական գործը կատարի մեր եւ Հովանես եղբորը Արգենտինայից։ Հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու ամեն։ Սիրելի Հայր, փառք քեզ այս քո ճշմարիտ զավակների համար։ Հիմի քո Սուրբ Հոգով օծես իմ Նիկողայոս եղբորս եւ Սուրբ Հոգու մեծ զորությունով պատրաստես նրանց որպես ավետարանիչ։ Դու պատրաստես Տեր եւ մեզ իմաստություն տաս եւ հնարավորություն, նյութական գրականություն եւ ամեն բան ինչ որ պետք է, նույնիսկ նվագարաններ եւ ամեն ինչ որ պետք է, որ այստեղ եկեղեցին հիմնվի եւ նրանք լինեն առաջի ավետարանիչներ։ Հիսուս, փառք քեզ, որ քո Սուրբ Հոգին իր գործը կատարում է Հովանես եղբոր միջոցով, Լևոն եղբոր թե ում միջոցով կանի, բայց խնդրում ենք, քանի որ Հովանես եղբայրը իր ցանկությունը հայտնեց Արգենտինացին, նրան օրհնես նրա գործը եւ այս գործին դուք օգնությամբ եւ օրհնությամբ ով Սուրբ Հոգի մեծ գործ կատարես, մարդիկ վերափոխվեն եւ իմ եղբայրը Նիկողայոսը քո ավետարանիչ լինի այս գաղութից սկսած մինչև աշխարհի ծայրը անուն Հոր եւ Որդու եւ Հոգու Սրբո ամեն։ Սիրելի Հայր, նաեւ խնդրում եմ դու օրհնես եւ օծես Վարդան եղբորս եւ նրա սրտի փափագը կատարես։ Ահա նա իր պակասությունների մասին խոսեց։ Խնդրում եմ Հիսուս, դու ասեցիր ում որ ես ազատ եմ, ճշմարտապես ազատ կլինի։ Նա ցանկություն ունի ավետարանիչ լինելու, քո ծառան լինելու, սկսած այստեղից։ Նրա սիրտը դու փոխես։ Նրա քո զորությունով օծես, ով Սուրբ Հոգի, բնակվես նրա սրտի մեջ եւ նրան ազատես բոլոր տեսակի այդ կաշկանդվածությունից եւ բոլոր տեսակի խանգարող այդ մեղքերից, որից ինքը գարշում է, չի ուզում։ Այդ գերությունից ազատես, որ քո ավետարանիչ լինի, սկսած այստեղից միաբանության սիրո հոգի տաս, որ Նիկողայոս եղբոր հետ միասին աշխատեն, միասին գործեն եւ Նիկողայոս եղբորը օրհնես, որ ռուս ժողովրդի մեջ էլ կտուղ ունենա եւ այն ազգերի մեջ, որ ռուսերեն գիտեն, որ նա ազգի խտրություն չդնի, այլ բոլոր մարդկանց սիրով մատակարարի քո խոսքը առաջ Հայաստանում հայերին, հետո մինչև աշխարհի ծայրը բոլոր ազգերին։ Հիսուս, փառք քեզ, որ նույնիսկ այս նեղության մեջ եւ այս պատժի տեղը հանցավոր մարդկանց դու դարձնում ես քո հրեշտակներ եւ քո սուրբեր, այս սուրբերին օրհնես եւ պահես անուն Հոր եւ Որդու եւ Հոգու Սրբո։ Ալելույա, ամեն։ Ամեն։ Այդ դրամը, ուրեմն ներկայացի, սիրելի եղբայր, անուն ազգանունի։ Վասիլյան Գևամ Անդրանիկի, երկրորդ ուղիչ աշխատանքային գաղութի պալանավ։ Եղամ եղբայր, ասում հավատում ես դու։ Հա, բավոնց մանկությունից։ Բայց ունես չէ, որոշ արածներ, մեղքեր, որ ու խղճի վրա ծանրացած է։ Այդ պարզա որ անմեղ մարդ չկա։ Ամեն մարդ չկա։ Ուրեմն իսկ Հիսուս ասում է, ով որ ինձ հավատա,
ես կազատեմ նրան այդ մեղքից էլ կներեն։ Հիսուս Քրիստոսի արյունը սրբում է մեզ ամեն մեղքից, այսպես է գրած։ Հավատում ես դրան։ Հավատում եմ, ողորմե։ Երբեք քո մեղքը էլ չի հիշվելու։ Դու ազատ ես ելնելու։ Հավատում ես։ Հավատում եմ։ Ուրեմն հիմի կարող ես աղոթել, խնդրել, որ ով Աստված, այդ իմ անցած բոլոր մեղքերը ների եւ փոխես ինձ, որ ես բարի լինեմ, սուրբ լինեմ, քո ավետարանի չլինեմ։ Ուզում ես որ ուրիշներին էլ քարոզես, սովորես եւ քարոզես։ Այ գայորդը ուզում եմ, ու աղոթելու համար կարամ ասեմ, որ ամեն առավոտ որ լվացվում եմ, քնի զարթանում եմ, լվացվում եմ, լվացվելուց դուրս եմ նայում, երկինք ասում եմ, ու վարլուս Աստված, Հիսուս Քրիստոս, օրվա շարքը փորձանքից հեռու պահես, գործերս հաջողություն տաս, առողջություն տաս, մնացած մորս, մյուսին։ Հիմի այս Հովանես եղբայրը ուզում է որ ավետարանիչները լինեն, Աստուխոս տարածողներ։ Հիմի այդ դպրոցը մենք ուզում ենք նաև ստեղ Նիկոլայի եւ Վարդան եղբայրը ցանկություն հայտնեցին։ Հիմի դու ուզում ես որ Աստուխոսքի մեջ սովորես եւ ուրիշին սովորացնես։ Այո, համաձայն։ Ուրեմն այդ քո անցած մեղքերի համար հիմի ես կասեմ դու կրկնի։ Ասա ով Աստված, ների իմ մեղքերը։ Ես քո անարակ որդին եմ։ Ես քո անարակ որդին եմ։ Եվ ինձ փոխես։ Որ ես օգտակար լինեմ։ Հայ ժողովրդին։ Այստեղ գաղութուն մարդկանց։ Իմ հարազատներին։ Բոլոր բարի մարդկանց։ Քո ավետարանից դարձնես։ Իմ սրտիս մեջ մտնես։ Սուրբ երրորդություն։ Փառքես։ Ալելույա։ Ես փրկված եմ։ Անուն Հոր եւ Որդու եւ Որդու Սրբո ամեն։ Տեր օրհնի քեզ։ Ուրեմն քո ձայնը Հովանես եղբայրը կլսի եւ տեսնենք ինչ կարող է անի։ Ինչ պետք է անի, ես գիտեմ որ հոգեորապես օգնի ձեզ դրականությունով ամեն ինչով որ դուք Աստուխոս տարածողներ ելնեք եւ Հիսուս Քրիստոսի անունով մգրդվեք։ Տերը ձեզ Իմ կողմից խնդրում եմ Հովանես եղբայրին, որ անպայման այս գործողությունը անի։ Ամեն։